Սրբազան հայր, բոլորիս հայտնի է, որ եկեղեցու բուն առաքելությունը Աստծո խոսքը ապրելն ու տարածելն է։ Այս տեսանկյունով ինչ ենք տեսնում մենք, ինչ վիճակի մեջ է այսօր մեր եկեղեցին։ Ինչպես հայտնի է բոլորին, մինչև սովետական այս ռեժիմի անկումը մեր եկեղեցին շատ սահմանափակ իրավունքներ ուներ իր առաքելությունը կատարելու ամենուր։ Սահմանափակ էր։ Մենք մեր եկեղեցիների մեջ մի քանի եկեղեցիների մեջ մեր քարոզչությունը դալիս ենք եւ հավատացյալներ ովքեր դալիս էին, նրանք առնչվում էին եկեղեցու հետ, պահում էին հավատքը եւ իրենց կապը եկեղեցու հետ ձիսական իմաստով, ավանդությունները, մգրտությունը, դասակը եւ այլն։ Բայց այսօր, երբ եկեղեցին հնարավորություն ունի ազատորեն իր քարոզչական աշխատանքը կատարելու, նա արդեն ներկա է բոլոր ռազմագերություններում, բանակում, բանդում, հիվանդանոցներում, դպրոցներում, ծերանոցներում եւ որտեղ որ պետք է, հայ եկեղեցին ներկա է իր քարոզիչներով, իր դաստիարակներով։ Հետևաբար, բացի եկեղեցու բեմից տրվող պաշտամունքային արարողություններից եւ քարոզներից, մենք իսկապես մխիթարում ենք եւ միշտ ներկա ենք մեր ժողովրդի կյանքի բոլոր ասպարեզներում, ինչպես նշեցի։ Այնպես որ եկեղեցիների այս վերջին շրջանի 20 տարիների շրջանի կատարվող այսպես շինարարությունը, եկեղեցիների շենքերի կառուցումը եւ նրանց հարագից եկեղեցին հարագից եկեղեցասեր դիկնանց, երիտասարդների միությունների կազմակերպումը եւ օրինակի համար ես այցելեցի անցյալ տարի Գավառ առաջնորդարան եւ նրանց մոտ տեսա մի եկեղեցական մի շենք, մի կառույց, մշակութային եկեղեցական մի կառույց, որտեղ հոյակապ կերպով միջոցառումներ են անում, երիտասարդների հետ հանդիպումներ, այսինքն դասախոսություններ, լուսաբանումներ եւ այլն։ Ինչպես նաեւ Լենինականում հոգեվոր մշակութային կենտրոն եկեղեցու գից։ Եթե ներս մտնեք, կտեսնեք ինչպիսի գրադարան, ես վիճարոտ մի շատ լավ մի հավաքածու ունեի դասական գրականության, այդ գրադարանին նվիրեցի, որովհետև տեսա, որ ժողովուրդը երիտասարդները հավաքված ընթերցում են, պարապում են, հասկանում եք այնտեղ հոյակապ միջոցառումներ կան։ Նույնը ասենք մեր հայրենիաց տներում 8 հատ հայրենիաց տուն ունենք տարբեր։ Երևանում 3-ն են, մնացածները տարբեր քաղաքներում։ Այնպիսի միջոցառումներ են կատարում, առաջվա պիոներ բալատների կառույցներ, որոնք դարձել են մեր եկեղեցու հովանավորության տակ իբրև հայրենիաց տներ, եւ այնտեղ էլ հոգեվոր շնչով այնպիսի հանդիսություններ, այնպիսի հավաքներ, այնպիսի դաստիարակություն, որ չի կարելի ասել, որ եկեղեցին այսպես չի անում իր առաքելությունը։ Անշուտ միշտ կատարելության ցկտումով կարելի է լավ ավելին անել, բայց դա աստիճանաբար, որովհետև մեր հոգեվորականների քանակն էլ քիչ է, չեն հասնում ամենը։ Օրինակ գյուղեր կան, 4-ին գյուղի մի քահանա է։ Ես միշտ ասել եմ մեր վեհապարին, որ վեհապար ես թերավատ եմ, նույնիսկ եթե մի քահանա, որ մեկ եկեղեցի ունի, նա գադարյալ կարողանում է հասցնել իր գործը այդ եկեղեցու հավատացյալներին, ուր մնաց, որ գողքի գյուղերին էլ պիտի գնա այցելի։ Այնպես որ շատ է պետք, օրինակ ինձ Շիրակի թեմի առաջնորդը Միքայել Սրբազան ասում է, որ այս րոպեին 40 քահանայի փոխարեն ես պետք ունեմ 150 քահանայի հասցնելու համար իմ գործունեությունը լիարժեք կերպով։ Պատկերացնեք տարբերությունը ինչ է։ Եվ սակայն մեր ժողովրդին պետք է հասկացնել, որ չդարվեն այլ հոսանքներից, այդ արևմտյան, արևմտամետ
այդ տրամադրությունները երիտասարդները եւ այն ինչ որ գալիս է արևմուտքից նրանք հալած յուղի նման ընդունեն եւ հետևեն նրանց ուրեմն այն քարոշչության որ մեզ համար օդար է խորտ է մեր հոգիներում ես ոչ ոքի թեմ չեմ ամեն մարդ ազատ է ունենալ իր ծևը աստված պաշտության բայց մեր ժողովրդի համար մեր փոքր ազգի կամ մեր փոքր թվով ժողովրդի համար այսպիսի բաժանումները հոգևոր իմաստով հոգևոր խմբակների որ հերացնում է նրանց մեր ավանդական եկեղեցուց այն հզոր ուժից այն հովանավոր այն հոգևոր այն կենտրոնից որ եղել է հայրաքելական եկեղեցին եւ միշտ վստահ եմ դարերի ընթացքում նա այդ դաժան պայմաններում Հայաստանի պետության բացակայության պայմաններում ինչ որ ծևով կարողացել է պահել իր ժողովրդի հավատքը եւ եկեղեցու ներքո այսօր այնպես ինչպես քաղաքական բաժանումները որ բազմաթիվ կուսակցություններ կան տարբեր քաղաքապարախոսություններով նույնը բերում են եկեղեցու ասպարեզում ուրեմն եկեղեցին բաժանում են տարբեր խմբակների եւ միմյանցից հեռացնում ես բազմաթիվ ցավալի դեպքեր եմ հիշում ընտանիքներում երբ որ մեկը հարում է այս աղանդին աղանդավորական խմբ եւ մյուսում մի ուրիշ եւ բախումներ են դերում ընտանիքի մեջ մի խոսքով այս բոլոր երևույթները բոլորիդ հայտնի է շատ է խոսում այդ մասին բայց իմ ցանկությունն է որ մենք մեկ ժողովուրդ փոքրիկ ժողովուրդ ունենանք մեկ եկեղեցի որ վստահ եմ երբեք նա չի կարող ինքը իր սկզբունքների դավաճանել որովհետև նա միշտ հավատարիմ է մնացել Աստծո խոսքին եւ իր քարոզչությունը հասցրել Աստծո խոսքը հասցրել ամեն մի հավատացյալի հոգում ընտանիքում այնպես որ այս սկզբունքով հայ եկեղեցին պետք է գենսունակ մնա մեր մասնակցությամբ մեր օգնությամբ ոչ թե եկեղեցին մեզ պետք է ինչ-որ բանով օգնի, այլ մենք պետք է մտածենք, թե մենք մեր եկեղեցուն ինչով ենք օգնում եւ ինչպես ենք կարողանում գենսունակ դարձնել նրա գործունեությունը մեր մասնակցությամբ։ Այս է իմ ցանկությունը։ Եկեղեցին հենց մենք ենք եւ որպես հայ եկեղեցու զավակ, երբ որ ես անդամակցում եմ այդ եկեղեցուն, ես բարիքներ եմ ստանում Աստծուց եկեղեցուց, բայց դա բերում է նաև պարտականության խորը զգացումի, որ ես տամ եկեղեցուն ինչ-որ բան։ Ինչ եք մտածում այսօրվա մտայլությունը հնարավորություն ստեղծում է տենց տալու հարցում։ Իմ կարծիքով մեր հոգևորականները անընդհատ պետք է խոսեն համայնքային կյանքի գազմագերման մասին, որ եկեղեցին ոչ միայն պաշտոնական պաշտամունքի վայր է, այլ համայնքային կյանքի հոգևոր կենտրոն։ Այսինքն, ես միշտ երբ որ եկեղեցիներում քարոզ եմ տալիս, ժողովրդին ասում եմ պատարագի ժողովուրդ ասում եմ պատարագի խնդրում եմ մնաք, սպասեք, մենք միասին պետք է զրույց ունենանք, հանդիպենք միմյանց, հարցնենք ձեր անցյալ շաբաթվա կյանքը ինչպիսի տրամադրություններով անցավ ցեզ որ, ինչպիսի խնդիրներ ունեք, կիսվենք, բաժանենք միմյանց այսպես ուրախությունները եւ դխրությունները եւ որից հետո դու խաղաղությամբ գնաք ձեր տները։ Այսինքն համայնքային կյանքը սկսում է պաշտամունքով, վերջանում է ընկերային կյանքով։ Եվ այդ ընկերային կյանքը շատ ավելի ջերմացնում է մեզ, մեր եկեղեցու գողքին լինելու, մեր եկեղեցու հոգևորականի գողքին օժանդակ քարոզիչ լինելու մեր ժողովրդի մեջ։ Մենք չենք կարող մեր մի քահանայից 10,000 հոգու այսպես մոդենալ եւ քարոզել Աստծո խոսքը հասցնել։ Մեր հավատացյալներից յուրաքանչյուրը նույն բարդականությունը ինչպես քարոզիչը, նա պետք է գնա իր ընկերների շրջապատում եւ խոսի Աստծո խոսքի իմաստի
բովանդակության եւ այդ նրա բարգեված շնորհների մասին, որովհետեւ ժողովուրդը եկեղեցի եւ ժողովուրդ եւ եկեղեցի այդ հարաբերությունները միշտ կենսունակ լինեն։ Այսինքն մեր կենսունակությունը ժողովրդի կենսունակությունն է եկեղեցու կյանքի, համակային եւ պաշտամունքային կյանքի։ Պետք է մենք թողնենք քահանային եւ նա իբրև ֆիզիկական գոյություն անշուշտ կարող է ֆիզիկապես չի կարողանա հասցնել այդ բոլորը։ Մենք պետք է օգնենք այսինքն հավատացյալը ինքը մաս եւ բաժին պետք է ունենա եկեղեցական առաքելության։